պարագայում կարային չզրկեին 100,000 շտրաֆ էին գրել, 100,000 շտրաֆի դեպքում իրավունք չունեին զրկելու։ Գյուղի ավտո կարային իրանք զգուշացնեին, որ առաջի անգամ զգուշացնում են, ներում են, թողեին այդ այն երկրորդ դեպքում նոր կարային զրկեին, բայց մի անգամից 100,000 շտրաֆ ու զրկել իրանք այդ իրավունքը չունեին։ Հասկացանք, որ գյուղի ավտոները առանց համար են քշում, հնարավորություն չունենք։ Ընձի զրկելու վաղ չեն զգուշացել, որ գիտես ինչ, զրկում ենք մի ամսվա ընթացքում կարած դիմես, խոսքի վերականգնես պրավետ, ընձի վաբշե զգուշացել։ Ու զրկել են Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը։ Նա վեր ա եղել։ Դարձել է տուգանքի մատերիալ այդ վաղ։ Դե ես հիմա ասում եմ, ես ընձի չեն զգուշացել, որ զրկելուց այդ դեպքում մի ամսվա կտրվածքով ես իրավունք ունեի, որ խոսքի վերականգնեն, ընձի չեն զգուշացել, ես գիտեմ, որ զրկում են խոսքի 6 ամիսը կամ տարիով, խոսքի տարին լրանում է, վերականգնվում է պրավեն միած, այդ օրենքներ են հանել, ոչ այնտեղ են զգուշացել, ոչ այստեղ են զգուշացել, որ խոսքի այդ օրենքը չկա, այդ հույսին չմնաց, ոչ զգուշացրեցին, գիտես ինչ, այդ մի ամսվա ընթացքում այդ զրկած նույն պահին, արա խոսքի ես հնարություն ունեի, որ դիմեի փաստաբանին վերականգներին պրավեն, որը զգուշացնեին, ես կդիմեի փաստաբանին, բայց ոչի բանով չեն զգուշացրել ինձ։ Սի 2023 թվականից զրկել են արեսորը դաշտ ունեի, 4 կիլոմետր հեռու է, 4 կիլոմետր պիտի գնայի, 4 կիլոմետր գայի, ոտքով է հնարավոր չէր, մեջը ոտով է 4 կիլոմետր հոգնում է չէի կարա աշխատեի։ Ստիվաս մի հատ հարմար գնով թեթևակի 150,000-նոց ավտո եմ առել, համար չկարվել են, ծախել են, ես առեմ, չէի հիմանում, որ խոսքի հետերը, խոսքի դակումենտը չի անձնել կամ ինչ-որ խնդիրով, էտի չէր հետաքրքրում, են էր, որ ես այդ ավտոն առնել էի, դրա հնարություն ունե, գնայի իմ դաշտ գայի, դրա համար բռնեցին, զրկեցին։ Այսօր պահանջը են, որ խոսքի լիքը մարդիկ կան, որ պրավեկից զրկված են, ու այդ պրավեկով իրանք խոսքի մեկը կամազակշում, մեկը տաքսիակշում, մեկը ամեն դեպքում ընտանիքի հարցն է լուծում, այդ պրավով շոֆերություն է անում։ Հիմա լիքը մարդիկ կան, որ զրկված են, դրա համար հավաքվել ենք, մենք ակցիա չենք անում, կուսակցություն չի եսի, մենք եկել ենք մեր պրավեկի համար։ Համաներում տան բոլորիս, մենակ ընձի չեմ ասում, էլի բոլորին կապ չունի խմածա, ինչա, համատ առաջի անգամ մատ համաներում տան, մատ թեկուզ գումարա ֆիքս գումարա մուծենք պետական օրենքով մեր պրավեկը կամ վերականգնենք կամ թազա նկարվենք, այդանք ստանանք առանց հերթի, որ շուտ եղնի, այդանք մեր գործերին կպնենք, որ սենց չհավաքվենք, խոսքի շաբաթվա մեջ 2 անգամ։ Սաղսը մեկը տաքսիակշում ընտանիքապահում, մեկը զիլակշում ընտանիքապահում, մեկը ֆուրակշում ընտանիքապահում, մեկը կամազակշում ընտանիքապահում, մեկը շոֆերություն անում ուրիշի համար աշխատում է ակրդիկով երեխեքի ընտանիքի համար, բայց այսօր դուքան այդ մարդը հնարություն չունի, որ այդ աշխատի։ Ոսկի մարդկա մեջքից խնդիր ունի, չի կարա բանվորություն անի, շոֆերությունը հարմար է, խոսքի դրանով ընտանիքը պահում։ Հիմա մենք կառավարությանը պարոն Փաշինյանին դիմենք, այս մեր հարցին լուրջ լուծում տան։ Այնենց չասեն գնաց կներես էլի քուչա։ Լուծում տան մեր մատ համաներում անեն, մենք եթե երկրորդ դեպքում այս համաներում անեն, մեր պրավեկը վերականգնվի, երկրորդ դեպքում եթե կբռնեն ինձ խմած, օրինակ ես ին վրա բռնեմ, ասեմ, եթե ինձ բռնեն խմած կամ առանց համար ավտո քշեն, թող ծմա զրկեն։ Այդ դեպքում համաձայն են, բայց մի հատ չէ, որ առաջ անգամ մատ համաներում տա։ Հա։ Բայց չէ, որ էսի սկան մարդ պատկերացրա, քանի 1000 հոգի մարդ ոսկ այդ պրավի հույսին ընտանիք է պահում, որ հելնի քշի, մարդ կա հիմա